Արամանյան, թեև այսօր արդեն ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել եք վեհափառ Հայրապետի հետ կապված այս դատական process-ին, բայց այսօր դատական նիստը խնդիր չկա։ Այսօր մեկնարկեց դատական նիստը, որը տևեց ըստ էության 30 րոպե, պարզ դարձավ, որ նաև Սարոյանն էր մասնակցում այդ նիստին, իդեպ նա դատական նիստի դահլիճ էր մտել դատավորին համար նախատեսված այդ հատվածով։ Ինչպես կմեկնարկի։ Սարոյանում նկատի ունեք, կներեք։ Մեղադրող կողմը ես ճիշտն ասած չեմ ճանաչում ինքը ով է։ Ես գիտեմ, որ դատավորը հրաժարվել է քննել գործը, ինքնաբացարկ է հայտնել եւ սա արժանապատիվ հայ քրիստոնյայի պահվածք է։ Ես ապշում եմ, թե ինչպես կարելի է առհասարակ նման իրավիճակի հասցնել եկեղեցի պետություն հարաբերությունները, սա ազգային ամոթ է, սա խայտառակություն է եւ սա ԿՊԱ-ական իշխանության հերթական խարանն է։ Իմ հարգանքն եմ ուզում փոխանցել դատավորին, արժանապատիվ դատավորին եւ ուզում եմ հուսալ ու հավատալ, որ հաջորդ դատավորները նույնպես կգնան նրա օրինակով եւ Հայաստանում չի գտնվի որևէ դատավոր, որը կգնա սահմանադրության ուղիղ ոտնահարման ճանապարհով եւ կփորձի դատել ամենայն հայոց Հայրապետին։ Դուք գիտեք, որ մեր երկրի սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են, հոգեվոր իշխանությունը, մայրաթոռը ինքնուրույն է, ազատ է, ինստիտուցիոնալ միավոր է եւ վեհափառ Հայրապետը իր որոշումները կայացնում է համապատասխան եկեղեցական կանոնակարգերին։ Թեև ազգային ժողովում այդ առումով բավականին լայն քննարկումներ են լինում, ամենևին դուք ինչպես եք վերաբերվում։ Գիտեք, դուք ականատես եղաք, թե մեր խմբակցությունը եւ ընդդիմադիր մյուս խմբակցությունը ինչպես արձագանքեցին նրանց կողմից այդ անհարգալից եւ ես կասեի սադրիչ քայլին, որովհետեւ մենք այնտեղ նստած ենք ոչ միայն որպես կուսակցականներ, падգամավորներ, մենք այնտեղ նստած ենք որպես հայ քրիստոնյաներ եւ այդ վարքագիծը մենք որպես քրիստոնյա համարում ենք մեր հոգևոր արժեքները ոտնահարող եւ մեր դեմ ուղղված սադրանք ու անթույլատրելի վարքագիծ, ինչի պատճառով էլ համապատասխան արձագանքի ենք արժանացնում։ Խնդրեմ։